Դրա համար մենք ինչ ենք ասում, Ծառուկյանը մեզ հանձնարարել է, ասել է գնում եք ժողովրդի հետ հանդիպում եք, լսում եք թե ժողովուրդը ինչ է ասում, ինչ առաջարկներ կա, որտեվ ձեր այս տարածքի, ձեր տարածաշրջանի, ձեր համայնքի խնդիրները, խնդիրները ամենալավը դուք գիտեք։ Այս ֆորմուլան, որ դրված է, որ ձեզանից առաջարկները լսենք եւ ներառենք ծրագրում, հետո այդ ծրագիրը ձեր հավանության դեպքում իրագործենք, քայլ առ քայլ գնանք առաջ, վերջի վերջո մի քանի տարի հետո մենք տեսնելու ենք, որ մեր յուրաքանչյուրիս կյանքում, յուրաքանչյուր ընտանիքում բան է փոխվել դեպի դրական։ Գյուղերում պարբերական շփումները հուշում են, անասնապահությունը նահանջում է, որևէ տեղից աջակցություն չստացող, կաթը ջրի գնով վաճառող գյուղացին եկամտի այլ աղբյուր է փնտրում։ Բամբակում երիտասարդներից մեկն ասում է, իրենք ուզում են անասնապահությանը զարկ տալ, ծրագրեր են մշակում, սակայն դրանք կիսատ են մնում ֆինանսական խնդիրների պատճառով։ Մենք ունենք, ասենք, կիսատ թողնված անասնակոմեր, ունենք ձեռք բերված տեխնիկաներ ու հիմնականում ձեռք ենք բերել վարկով, վարկերի միջոցով։ Ու մի կխնդրեինք, եթե հնարավորություն կա, հնարավորության չափերի սահմանում, մեզ օգնել տոհմային անասուններ ստեղծելու, զարգացնելու այդ ճյուղը նպատակով։ Պետությունը պետք է հասկանա, որ գյուղական բնակավայրերում շատ հասցեական աջակցություն պետք է տա քեզ։ Պետությունը պետք է հասկանա, թե ինչ տոկոսով քեզ փող պետք է տա, որպեսզի դու եկամուտ ստանաս։ Այսինքն այս առումով Գագիկ Ծառուկյանը իր ծրագրերը ունի, մենք ձեզ լսելու ենք, դա տեղ է գտնելու այդ ծրագրում, մշակելու ենք, որպեսզի ինքը գրավիչ լինի ձեր համար։ Ամբողջ հանրապետությունում իմ կարծիքով բրդի վերամշակում չկա։ Այսինքն փոքր մանվածքային արտադրություն լինի։ Հա, հավաքենք բուրդը, մեկը համ պահողներին, ոչխար բուծողներին օգուտ կլի, համ մշակողներին աշխատատեղ կլի։ Հիմա օրինակ այդ ոչխարների գլխաքանակը ինչքան է գյուղում։ Գյուղում պահող չունի, որովհետև օգուտը քիչ է։ Իսկ խոշոր եղջերավորների գլխաքանակը։ Խոշոր եղջերավորը խոշորը, բացի այս տարվանը, մոտ մի 300-ից ավել։ Որ ամայնքում կա։ Բայց ժամանակի ընթացքում իջել է։ Իջել է, հա։ Դրա համար Ժողովուրդ ջան, միտքը հետևյալն է, շատ ճիշտ էլի հարցադրում է, որ այս առաջարկները մենք գույքագրենք, խմբավորենք, որտեղ առաջարկներ կա, որ տիպիկ մենակ ձեր համայնքում կարալի, բաներ կա մեծ մասը, որ բոլորի համար նմանատիպ խնդիրներ կա։ Սա գա մտնի առաջարկ Հայաստանի ծրագրի մեջ, հետո այդ վերջնական ծրագիրը նորից բերենք ձեզ հետ քննարկենք, այսինքն եթե դա ձեր կողմից ձեր առաջարկներն է, ուրեմն դուք չեք կարա դեմը լինեք դրան։ Եթե դա ձեր առաջարկներն է, համաձայնեք, հետո արդեն մեր մասնագետները աշխատելու են ամիսների ընթացքում դրա վրա, կգնանք ամբողջ մարզերով հանրապետության եւ արդեն կառաջանա կձևավորի վերջում այդ առաջարկ Հայաստանի ծրագիրը։ Եվ դուք գիտեք, որ Գագիկ Ծառուկյանը այն անձնավորությունն է, որ շատ հետևողականն է։ Հետևողական անձնավորությունն է, ինքը եթե մի բան խոսք կատարել է, անպայման ի կատար է ածում։ Գյուղում կյանքը դժվար է, որովհետև աշխատանք չկա, ասում են մարդիկ։ Ունենանք աշխատատեղ, որ մենք աշխատենք մեր գյուղում։ Ու այնպիսի մի աշխատանք, որ բոլորը ունենան այդ աշխատանքը։ Անպայման պետք է մտածել, որպեսզի այս գյուղին հատուկ մի հատ որոշակի արտադրական, այո, միավորը լինի ստեղ, որ կարան գյուղի բնակչության մեծ մասը կարողանան աշխատել։ Թող լինի փոքր, բայց լինի այդ աշխատանքը։ Բայց գոնե մի մաս ունենա աշխատանք, որ միանշանակ։ Մյուսը ուսանողների խնդիրն է։ Շատերն են ուզում բարձրագույն կրթություն ստանալ, քչերին է այն հասանելի, բարձր թանկ է, մայրաքաղաքում ապրելը նույնպես։ Ուսման վճարները ֆինանսավոր զեղչ կամ բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնախոսքը, ինչքան ես տեղյակ եմ, զեղչերի համակարգագործում տարբեր կատեգորիաների ընտանիքի երեխաների համար, այսինքն ուզում եք, որ on-line-ի ավելի շատ։ Այո։ Դե բնականաբար ասեմ, ես անկեղծ պետք է ասեմ, վճարովի ուսուցման համակարգում հնարավոր չի, որ բոլորի համար զեղչեր անեն կամ վճարներ բանը, որտեղ այդ բուհը պետք է զարգանա եւ նորմալ գիտելիքներ տա, բայց եթե երեխաները խոր գիտելիքներ ունեն, առաջադիմությունը բարձր է անպայման անվճար բանի համակարգի անցման բան ունեն, բայց իհարկե շատ կարևոր հարց եք բարձրացնում այդ առումով, շատ Բայց նաև ավելացնենք, որ պարոն Ծառուկյանը միշտ այդ առաջարկը հնչեցրել է, որ ուսանողին տալ հնարավորություն ինքը սովորի, աշխատի, աշխատելուց հետո նոր իր վճարը ոնց որ վճարի։ Այդ առաջարկը մեր ծրագրում լինելու է։ Եղել է նաև նախկինում,
Կոչվում է ուսանողական վարկեր։ Ինքը հիմա սովորում է այդ վարկի հաշվին, համարյա 0% տոկոսով, ավարտում է գնում է մի 5 տարվա ընթացքում կամաց փակում է։ Դա շատ կարևոր բան է։ Ժողովուրդն է հենց որոշում, թե ով պետք է իշխի երկրում, ինչ պետք է լինի։ Ուրեմն ոչ բոլորն են ձեր նման ժողովրդին տեղ տալիս։ Շնորհակալ եմ, մենք ուրեմն ասել եմ։ Դուք տաղանդավոր եք, բոլորը ամենագեղեցիկ տաղանդավոր ազգ եք, տաղանդավորը լուծում միշտ գտնելու է։ Մենք իրավունք չունենք հանձնվենք, ասենք դե ոչ մի բան հնարավոր չէ։ Դուք ժողովրդին սենց ընթառաջում եք, ժողովուրդն է միշտ ձեր կողմից։ Դուք երբ ուզեք մեր գալը, երբ ուզենաք մեզ տեսնել, համոզված եղեք 1 օր հետո, տեղյակ պայելուց հետո 1 օր հետո։ 1 օրը շատ է, մի ժամ հետո։ Չէ, ավելի ռեալ լինելու համար եմ ասում։ Ժողովուրդ, իրականում ձեր այդ շփումը, նախ մենք ձեզանից շատ ինֆորմացիա ենք իմանում, ու ձեր այդ շփումը մեր համար իրոք շատ հաճելի է, ժողովուրդ ջան։ Մյուս կանգառն Ալավերդին է, հանդիպման նպատակը նույնն է՝ լսել մարդկանց, կույքագրել խնդիրները։ Այստեղ էլ առաջնային աշխատատեղերի հարցն է։ Օրինակ առաջարկ ունենք մեր ժողովրդի կողմից ներկայացված կարի ֆաբրիկա նախաձեռնելու Ալավերդի քաղաքում։ Վանաձորի Գլորիան որ կա, Ալավերդու քաղաքացիները կանայք առավոտը ժամը 6-ին արթնանում են, ավտոբուսներով գնում են Վանաձոր, աշխատում իրիկունը ուշ ժամի 8-9-ին գալիս ու ընդհանրապես ստանում են ինչքան գիտեմ 50,000 դրամ։ Ինչքան է 90 կիլոմետր է։ Այո, գնալ-գալի 90 կիլոմետր է լինում։ Հիմա նայեք, եթե այդ ռեսուրսները օգտագործվի աշխատուժը, այսպես ասած, օգտագործվի Ալավերդու համար, դուք պատկերացրեք, կոպիտ ասած 100,000 դրամով էլ կաշխատեն։ Այստեղ պետք է այնպես լինի, որ արտադրությունը ձեռնտու լինի այստեղ։ Պետք է այդ ներդրումը անող լինի, բայց որպեսզի այդ ներդրումը անողը լինի, համայնքն էլ պետք է հանդես գա, ուրեմն նախաձեռնությամբ, եւ եթե համայնքում կա այդ ներուժը արդեն, ուրեմն որ արդեն մասնագիտացվել են, մասնագետներ կան, ինչի պետք է կորցնվի այդ ներուժը։ Ինչու՞մ նախնդիրը, որ այն մեծ փառք ունեցող Ալավերդու պղնձաձուլական կոմբինատը այսօր կամ չի գործում կամ մասնակի ինչ որ բան է անում, եւ ինչ հեռանկար կար։ Ես երևի կլինի մի 15 տարի, որ պարլամենտում եւ պարլամենտից դուրս եւ գիտական հոդվածներով հիմնավորում եմ, որ պետքա Հայաստանին նոր էկոլոգիապես մաքուր պղնձաձուլական գործարան ձևավորվի, կառուցվի։ Դա պատկերացրեք ինչքան աշխատատեղեր կլինեն, եթե մենք մաքուր պղնձաձուլական ձեռնարկություն ունենանք, եւ թե ներուժը չէ, որ այս քաղաքում միջին եւ բարձր սերունդի մարդիկ այդ ոլորտի մասնագետներ են։ Մենք ինչի՞ պետք է կորցնենք իրանց։ Մի մասը գյուղատնտեսությամբ է զբաղվում, բայց այստեղ էլ խնդիրները շատ են։ Նույն միտքն է հնչում արդեն 3-րդ մարզում։ Գյուղնախարարությունը պետք է վերականգնվի, որ իրենք էլ իմանան, ում հասցեագրեն խնդիրները։ Եվ ընդհանրապես, ասում են, կառավարման ոլորտում որակյալ Համազան ջան, գնահատականների համար ինչ որ դուք ասում եք, հետո գիտեք ինչ, այս կենթանի շփումը մարդկանց մոտ ոնց որ ոգևորություն է առաջացնում, կյանքը տենց է։ Ես նախորդ մեր դեպետ գյուղում ասեցի, ժամանակին ասում եմ մեծ ու փոքր կար, իրար կարգին բարև տալ կար, հա, այդ ամեն ինչը նիստուկած է եղել է մարդկանց մեջ։ Հիմա մենք պետք է նենց լինի, որ մարդկանց ցույց տանք, որ այս երկիրը զարգացող, բարգավաճող երկիր կարա դառնա, որ հույս կասնեն, ոչ թե ճամպրուկները վերցնենք, պատրաստենք, մի ոտը այնտեղ, մի ոտը ստեղ, այդ վիզաների կենտրոններում տեսնում եք ինչա կատարվում։ Այս մարզում էլ թոշակառուները նույն հարցն են բարձրացնում։ Պետությունից ստացածը չի բավարարում անգամ մինիմալ կարիքներին։ Հաշվարկներ կան, ավելի արժանապատիվ թոշակ մեր երկրում հնարավոր է։ Լուծումներն արտացոլվելու են առաջարկ Հայաստանին նախագծում։ Հերմինե Ղարիբյան, Ալիսա Մելքոնյան, Հայկ Սուքիասյան, Էպիկենտրոն։